Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է։ Երկրի կենտրոնական Լացիո եւ Մարկե շրջաներում այսօր լուսադեմին տեղի ունեցած ուժգին ցնցումների հետևանքով զոհվածների թիվը ըստ վերջին տվյալների հասել է 37-ի, 150-ից ավել մարդ անհետ կորած է համարվում։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Հայաստանի դեսպանությունը մշտապես կապի մեջ է տեղի իշխանությունների հետ, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։ 6 բալանոց առաջին ստոր երկրացնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 3:36-ին, էպիկենտրոնը Լացիո շրջանի Ակումոլի քաղաքի մոտ է եղել։ 5.4 բալանոց երկրորդ ցնցումը գրանցվել է մոտ 1 ժամ անց արդեն Ումբրիա շրջանում։ Ցնցումների ուժգնությունը հասել է մինչև էպիկենտրոնից 170 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Հռոմ եւ Բոլոնիա։ Իտալիայի կենտրոնական քաղաքներից ստացված տեսանյութերի համաձայն տասնյակ շենքեր եւ շինություններ են ավերվել։ Ամատրիչե քաղաքի 3 քառորդը հողին է հավասարեցվել։ Բնակիչների խոսքերով ցնցումների պահին քնած էին եւ չեն կարողացել արագ արձագանքել տեղի ունեցածին։ Ամատրիչեն թերևս ամենաբարդ կացության մեջ հայտնված քաղաքներից է, քանի որ այստեղ փլուզվել է նաեւ հիվանդանոցը։ Երկրաշարժից տուժածները բժշկական օգնություն են ստանում բաց երկնքի տակ։ Իտալիայում վերջին ուժգին երկրաշարժը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2009 թվականին, այն ժամանակ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ։